Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ձեզ համար շատ հետաքրքիր հոլովակ եմ բերել, ասա բարև, բարև։ Մենք ինչ տեղափոխվել էինք մեր նոր տուն, ահա այս մեր հրաշալի բազմոցը եւս տեղափոխվել է այստեղ եւ այն ինձ համար ամեն դեպքում գույներով չի համապատասխանում տանը ու դրա համար այսօր մենք շատ հետաքրքիր բան ունենք անելու։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու, իրականում սա գերմանական արտադրանք է ու շատ լավն է, շատ որակյալ է, նոր է։ Ու ինքը իրականում ունի շարունակություն, այսպես ինքը գալիս է ու շարունակվում է, շատ մեծ է, բայց այդ շարունակությունը մնացել է մեր մյուս տանը։ Հիմա ինչ ենք անելու, մեր դիվանի այս մյուս կեսը, մեր բազմոցի այս մյուս կեսը դարձնելու ենք մեր այս տան մնացած իրերին ու գույներին համապատասխան Մոնթեջանիչի։ Ուրեմն ինչ եմ արել ես, Ես արդեն ձեռք եմ բերել կտորը, որը հենց նույն կտորից կարված են իմ վարագույրները և նույն կտորից մեր մյուս կահույքն է, հիմա ես փորձեմ ձեզ ցույց տալ, եկեք այսպես անեմ, ահա, այստեղ դուք տեսնում եք, այստեղ, այս վարագույրները մոնթե մի արա, հենց այս նույն կտորից է կարված, այստեղ ինքը շարունակությունը երևում է ու բազմոցը և այլնը ամբողջը հենց այս նույն կտորից է։ Մի խոսքով, հիմա այս կտորից եւս էլի ձեռք եմ բերել, որպեսզի հիմա միասին այս դիվանը ձևափոխենք ու դարձնենք այս գույների մեջ, որը իմ կարծիքով ավելի համապատասխան է լինելու մեր նոր տան գույնային համադրություններին։ Գնացինք։ Դե ինչ, ես սկսեցի։ Ուրեմն սկզբի համար հանենք այս ամեն ինչը։ Մենք արդեն պատրաստել ենք ամանորյա բարձերներ, բայց ամանորյա բարձերը մեր սիրուն այն ժամանակ կդնենք, երբ որ արդեն բազմոցը կլինի պատրաստ, իր բարձերով հանդերձ։ Որակը շատ լավն ակրկնում եմ, բայց գույնային համադրությունները ինձ դուր չի գալիս այնպես, որ հիմա պետք է անենք այնպես, որ սազի մեր մնացած կահույքներին, վարագույրներին և այլնին։ Պետ անենք երկով։ Փաստորեն ուրեմն ամբողջ եւս մակերեսով ալինելու այդ փոխելու process-ը, կտորը ամբողջությամբ, նաեւ բարձերը։ Բարձերը նույնպես կարելու ենք գեղեցիկ, սիրուն ու ավելի համապատասխան։ Եկեք ձեզ մի հատ գաղտնիք բացեմ, ուրեմն կտորը վաղուց էի առել, ժամանակ չէի գտնում, որ անեի, ու երեկոյան ես իրականում բազմոցի վրա տարածել եմ, չափերն առել եմ ու արդեն գիտեմ ինչ եմ անելու, իրականում վաղուց գիտեի ինչ եմ անելու, սենց մտքիս մեջ ամբողջը դասավորած էր, բայց եկել է հասել նոր տարուն մի քանի օր մնացել ու հիմա նոր անելու ենք։ Իրականում մի հատ էլ գործ ունենք անելու, չգիտեմ այս հոլովակի մեջ եմ իրան տեղավորելու թե չէ, բայց էլի կարելու հետ կապված, էլի կահույքի հետ կապված մի հատ էլ գործ ունենք անելու, իսկ հիմա ամենաառաջին կարևորը հավաքեմ մազերս, որ ինձ չխանգարի։ Քանի որ այդ կտորը բավականին մեծ է ու իրան պետք է ինչ-որ միտեղ փռել, որ կտրեմ, եթե դնեմ հատակին մոնթեն գալի ավերեն վազուզի, դրա համար ես հիմա կբացեմ սեղանը ու սեղանի վրա կանեմ։ Մոնտի։ Ահա, սեղանը պատրաստ է, այստեղ հիմա ես իմ գործողությունները կշարունակեմ։ Հիմա տեսեք, ուզում եմ բազմոցի շորը նենց լինի, որ ցանկացած պահի երբ ինձ հարմար լինի, հանեմ ու իրան լվանամ, որովհետև ինչպես տեսնում եք ես ունեմ փոքրիկ բալիկներ, մեծ տղացել այս բային ուղղակի տունը չի, տեղա գնացել, ու դրա համար ամենահարմար տարբերակը դա հանվող լվացվող բազմոցի շորն է։ Եկավ մկրատի հերթը ու հիմա կտրելու ենք կտորը, եթե արդեն մոնթեն իրար չի խառնել։
Վերջ գծված է, պատրաստ է, ես արդեն գիտեմ իրան ինչ ձևով պետք է կտրել։ Ասենք շնորհավոր եմ, որ ասում է ժողովուրդ։ Այդ կտրածից միանգամից դուրս եկավ բարձի երեսների համար նախատեսված, ոնց հասկացա արդեն երկու հատ այստեղ բարձի երես դուրս կգա, սրանով այնպես որ ոնց որ թե գործը ինքն իրան ավելի արագանում։ Հիմա միանգամից բարձրի չափսերներ, քանի որ պատրաստ է, միանգամից էլ երկու հատ բարձի չափ հաստատ դուրս է գալիս սրանից։ Հենց բարձի չափսով կտորը պատրաստ է։ Մոդի ժորետերի հանեցիր, հա։ Մոնդեմի։ Այստեղ արդեն բերել եմ կարի մեքենան, որովհետև բոլոր դետալները կտորից կտրված պատրաստված են, իսկ հիմա պետք է վերջնական կարենք ու անցկացնենք բազմոցի վրա։ Վերջ, այստեղ արդեն բարձրն եմ անցկացնում ու բազմոցը ամբողջովին պատրաստ է։ Ասեմ, որ այն մոդուլային եմ արել, որ հատվածը ինձ անհրաժեշտ լինի, անմիջապես դուրս բերեմ ու լվանամ։ Սա իդեալական միջոց է, եթե դուք տան ունեք փոքրիկ բալիկներ ու վստահ չեք, որ այն կարող է ամբողջովին երկար ժամանակ մաքուր մնալ։ Իսկ այստեղ արդեն բերում եմ ամանորյա բարձրի եւս դասավորում եմ եւ ես չեմ մոռացել, որ ձեզ խոսք եմ տվել, որ մեր տան ամանորյա ձևավորումը եւս ձեզ ցույց եմ տալու։ Իսկ դրա համար պատրաստել եմ առանձին հոլովակ։ Այստեղ ուզում եմ նստել ու տեսնել, թե ինչպես է ստացվել ու բարձրն եմ ուսումնասիրում, մեկ էլ հիշում եմ, որ այս կտորներից էլի լոսկուտներ են ավելացել ու պատկերացնում եմ, որ սեղանի համար կարելի է շատ հետաքրքիր դիզայն ստանալ, որովհետև ես սիրում եմ այդպիսի նմանատիպ փոքրիկ սփռոցիկներ կամ անկողինների վրա փոքրիկ ծածկոցներ։ Այստեղ հրաժեշտ եմ տալիս ձեզ, բայց այդ պահին հիշում եմ այդ ամենը ու գնում եմ դրա ետևից։ Կադրից դուրս այս լոսկուտի բոլոր կողմերը կարեցի ու ստացվեց ահա այսպիսի սփռոց, որը իդեալական լրացրեց եւ ամբողջովին տեսքը փոխեց։ Ու այստեղ փորձում եմ ամանորյա զարդարանքներից տեսնեմ, թե որը ավելի գեղեցիկ կդիտվի այստեղ եւ մի քանի տարբերակ փորձում եմ։ Այստեղ վիդեոյի մեջ վերջնական ընտրությունս կանգնեց ահա այս դիզայնի վրա, սակայն հետո, երբ որ արդեն վերջնական դասավորում էի տունը, նկատեցի, որ ավելի կարմիր դետալներով այստեղ սեղանի վրա դրված ավելի գեղեցիկ է դիտվելու ու փոխեցի այն։ Հետո կրկին ձեզ ցույց կտամ։ Այստեղ մի քանի կադր էլ մեր տոնածառից ու մոնթեից ցույց կտամ, բայց հետո արդեն ամանորյա հոլովակը առանձին կտեսնեք։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք։